Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբանները միջնորդում են կարճել ապօրինի ծագում ունեցող գույքի գործով վարույթը Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշման հիմքով։ Բարձր դատարանը եզրահանգել էր, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը պաշտոնյան ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո, ինչպես նաև այն գույքը, որը կապ ունի հանցանքի հետ։ Հենց այս որոշումից հետո դատախազը խնդրել էր հետաձգել նախորդ նիստը միասնական դիրքորոշում ներկայացնելու համար, ինչին Վերմիշյանի փաստաբանները դեմ չեն եղել։ Այսօր հաջորդող նիստն էր եւ դատախազությունը միջնորդեց եւս 2 օր, որպեսզի որոշակի հաշվարկների կամ տեխնիկական, ինչպես մենք հասկացանք, որոշակի տեղեկատվության հետ կապված միջնորդեց եւս 2 աշխատանքային ուղ հետաձգելու նիստը, այնուամենայնիվ մենք համաձայն չենք նման միջնորդության հետ։ Ըստ Վերմիշյանի փաստաբան Արմեն Մելքոմյանի իր վստահորդը պահանջվող 4 գույքը եւ դրամական միջոցները ձեռք է բերել մինչեւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնի ստանձնումը։ Եվ որից ձևով ամուսնություն չունի նաեւ հանցագործության հետ, հետեւաբար մենք միջնորդեցինք, որպեսզի այս դատական գործը ըստ էության կարճվի։ Մինչև Սահմանադրական դատանի որոշումը դատախազը հայցի հիմքն ու առարկան փոխելու միջնորդություններ ներկայացրել, որին փաստաբանները ներկա չէին եղել։ Լուրերը գրել էր, որ դատանը նրանց բացակայությունը անհարգալից էր համարել։ Փաստաբանը մինչդեռ հակադարձում է։ Դա իրականության հետ որից առնչություն չուներ, որտեղ այդ դատական նիստին մենք չբացակայել ենք եւ դատարանը անդրադարձել է կոնկրետ իմ բացակայությունը անհարգելի համարելով, բայց իմ գործընկերոջ նկատմամբ ըստ էության հարգելի է համարել եւ մեր գնահատմամբ անհարգալից դրսեւորում եւ ոչ ես, ոչ իմ գործընկերս որպես փաստաբաններ, որպես փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ երբևիցե դատարանների նկատմամբ նման դիրքորոշում կամ վարքագիծ դրսեւորելու ոչ միտում ենք ունեցել, ոչ էլ դրսեւորել ենք։ Դատախազությունը նախկին պաշտոնյայից 350 միլիոն դրամի գույք ու դրամական միջոց է պահանջում։ Բացի այս քաղաքացիական գործից Վերմիշյանն անցնում է նաև քրեական գործով։ Մեղավոր ճանաչվելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Դատավճռով նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, դատական ակտը բողոքարկվել եւ դեռ օրինական ուժ չի ստացել։ Նա կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է 2020 թվականին, որը զբաղեցրել է 2019-ից։ Տաթև Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։